Պետական մարմինները գույքը անհատույց օգտագործման փոխարեն կվարձակալեն պետությունից։ Օրենսդրական փաթեթի հիմքում նաև միջազգային փորձն է։ Վարձակալության գումարը կուղղվի պետբյուջե։ Նպատակն է բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը, նախագիծը հիմնավորեց նախարար Խուդասյանը։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Առաջարկվում է անշարժ գույքը վարձակալությամբ տրամադրել պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին։ Ենթադրում է կառավարության շենքն ենք վարձակալում։ Այո, բոլոր գույքերը, պարոն վարչապետ, որոնք պետական ոչ առևտրային կազմակերպություններին են պատկանում, հիմնադրամներին կամ պետական մասնակցություն 100% մասնակցություն ունեցող ՓԲ-ներին։ Այո, կարևոր է ընդգծել, որ առաջարկող մոդելով պետական մարմինների ու կազմակերպությունների համար հավելյալ ֆինանսական ծախսեր չեն առաջանում եւ վարձավճարները ֆինանսավորվելու են պետական բյուջեի կողմից։ Մեծ թվով կազմակերպությունները Անդրեասյանի խոսքով նաեւ իր ղեկավարած գերատեսչության համակարգման ներքո են 1352 դպրոց է, կան մշակույթի, սպորտի հաստատություններ, ըստ նրա պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ։ Կարծում է այդ ծավալի վարձակալությունը կառաջացնի լրացուցիչ բեռ բյուջեի համար։ Սա նաեւ սկզբունքորեն հաշվի առնելով կրթության իրավունքի ապահովման եւ պետության այլ պարտավորությունները որոշակի նաեւ կոնցեպտուալ հարցադրումներ է առաջացնում այս մոտեցման պետաշխատանքը իրականացնելու հետեւաբար ես առաջարկում եմ քանի որ խոսքը օրենսդրական փաթեթի մասին է ազգային ժողովի փուլում քննարկել եւ հասկանալ այս ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը որպեսզի գտնենք իսկապես այդ նպատակին ծառայող թիրախային ճիշտ լուծումներ։ Ենթադրենք պարզվեց X դպրոցի համար X դպրոցի վարձակալության վճարը ամիսը 3 միլիոն դրամ է։ Ենթադրենք։ Ինչ է փոխում դա դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների, համայնքի, շահառուների, հասարակական կազմակերպման 3 միլիոն դրամը մենք տալիս ենք այդ 3 միլիոն դրամը, ինչ խնդիր է առաջացնում։ Ունենալով արդեն այն փորձը, որ կա, ես որոշակի մտահոգություններ ունեմ, որ վարչարարության ավելացում չունենանք խնդիրների լուծումը իրականացնելու փոխարեն։ Փոխվարչապետ Գրիգորյանի խոսքով նախագիծը կապահովի մասնավորի հետ մրցակցություն, խոսքը վերաբերում է հատկապես առողջապահության, կրթության ոլորտներին։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում, մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Որևէ խնդիր իրականության մեջ ծառայության մատուցման տիրույթում չկա, բայց մենք պետք է լավ հասկանանք, որ ծառայությունների ինքնարժեքը գնահատելիս ամենամեծ ներդրումը, որը գույքն է, մենք չենք հաշվում։ Դա նշանակում է, որ մասնավորի հետ մենք անարդար մրցակցության մեջ ենք։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի խոսքով պետք է արդեն գույքի իրավունքների գրանցման գործընթաց մեկնարկել, որպեսզի խոչընդոտ չլինի վարձակալության տրամադրման ժամանակ որոշում կայացնելիս։ Վարչապետը նկատեց, պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել, շուկան ակտիվացնել եւ մասնավորի հետ մրցակցել։ Որոշումը կարևոր եմ համարում նաև սոցիալ-հոգեբանական դիտանկյունից, որովհետև երկու հարթություն կա։ Ընդհանրապես անվճար ծրի հասկացությունների հետ կապված մենք մեր վերաբերմունքը պիտի մի հատ ճշգրտենք, որովհետև նախ ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում ինքը արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար։ Այն որ բարեփոխումը այո, անորոշություններ ա բերելու, մտահոգություններ ա բերելու, շահարկումներ ա բերելու, հիմա ասելու են, դպրոցները ուզում են վարձով տան։ Հա, բայց մենք ենք վճարում։ Այս համատեքստում վարչապետը անդրադարձավ մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանեկան միջոցառման շուրջ աղմուկին։ Որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում էր բառից բումն իմաստով։ Քանդվում, քայքայվում էր, եւ մենք այսքան միլիարդներ ենք դնում, հələ չենք կարող կանգնացնենք քայքայման process-ը։ Բա պետք է տնտեսվարությամբ զբաղվի։ Բա ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա բանի սննդի համակարգը աշխատի, կարան
երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, բանի ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան, չեկեք ձեր չտանք չմոտենաք համալիրին։ Փաշինյանի խոսքով նման կերպ է վերաբերմունքը նաև եկեղեցիների հանդեպ։ Նա ԿԳՄՍ նախարարին հորդորեց եկեղեցիների համար ստանդարտներ սահմանել։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում, մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես տենես տեղ աղբա լցրած, ընդեղ աղբա լցրած, ընդեղ ինչ որ մեկի հին շորերն են, ընդեղ մեկը կոշիկներն ա դրել, ընդեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է ու ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում։ Ես շատ ուշադիր հետևում եմ։ Հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, ասեք եկեք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ տնենք, շատ մեծ բան կառաջանա։ Շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն։ Հավանություն տրվեց ընտանեկան օրենսգրքում փոփոխությունների նախագծին։ Առաջարկվում է մեծացնել համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության գործում։ Դա կիրականացվի ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Վերահաստատվում եւ ամրապնդում է պետության դերը որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով։ Ուժեղացվել է համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքում վարձատրվող մասնագիտական գործառույթի եւ մոնիթորինգի ու վերահսկողության համակարգի ներդրման միջոցով։ Սահմանվել է բուլինգ հասկացությունը, ամրագրվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, դրա վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Սահմանվել է նաեւ ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը։ Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման։ Նշվեց, որ 2004-ից հետո առաջին անգամ այս փաթեթով ոլորտի մեծ համապարփակ վերանայում է կատարվում։ Այս փաթեթով մենք եւս մեկ անգամ ինչ ենք արձանագրում ենք ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Վարչապետը անդրադարձավ ընկալմանը, թե զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, դրանք մեզ մոտ են, այնտեղ այլասերված արժեքներ են։ Ես նորություն ունեմ, հարգելի սիրելի ժողովուրդ, մեզ համար, այդպես չի։ Այդպես չի, բացարձակապես այդպես չի։ Այնքան այդպես չի, որ նույնիսկ կարելի է զարմանալ։ Ուրիշ խնդիր կա, որ ինչքան երկիրը զարգացած է, ընտանիքի մոդելը այնքան պակասա հենված բռնության, կուլտուրայի եւ բռնության ենթամշակույթի վրա։ Պարզվում է, ինչքան զարգացած է երկիրը, այնքան ընտանիքի յուրաքանչյուր անդամներ, պատկերացրեք ընդհանուր երեխաները ունեն իրավունքներ։ Եվ սա զարգացածության չափանիշ է։ Ես ուզում եմ մեր պատկերացումներն էլ մեր ավանդույթների եւ նահապետականության մասին մենք մի հատ ճշգրտենք։ Ասենք ենթադրենք այն, որ նահապետականությամբ մի բանով մի երթիկով մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել։ Դա ոչ թե նրանից է, որ տենց լավ է, այլ սոցիալ աղքատության արտահայտություն է դա։ Մենք էլ ուզում ենք սրբագործենք, հարգելիներս, որևէ պարագայում հարմար չի, որ երկու ընտանիք նույն սենյակում, էլ չեմ ասում նույն տանը իրար հետ ապրեք։ Հասկանում եք, 1000 ու մի հարց կա։ Հարմար չի ուղղակի։
Եվ դա դարձնել, որ վայ, գիտեք, սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, երեխեն, թորը, 4 երեխեքը իրանց կանանց եւ ամուսինների հետ պետքա նույն տանիքի տակ ապրեն եւ սա մեր ավանդույթն է։ Դա աղքատությունից է տենց եղել, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել այդ մարդիկ։ Առաջարկվում է ավելացնել պարտադիր զինծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Նաև ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում կամ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը փոխարինել իրենց կարիքներին համահունչ հիպոթեկային վարկավորման սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով ամբողջապես պետական բյուջեի միջոցների հաշվին։ Նախագծով երթման արարողության հետ կապված 2 օրով կսահմանվի արձակուրդի իրավունք, իսկ ծառայության ընթացքում յուրաքանչյուր 6 ամիսը մեկ բոլոր ժամկետային զինծառայողները պարտադիր կստանան արձակուրդի հնարավորություն, որպեսզի չստացվի, որ մի մասը օգտվի, մյուսները չօգտվեն։ Բոլոր ժամկետային զինծառայողները 6 ամիսը մեկ գնում են արձակուրդ։ Արձակուրդի չափերը կապված են իրենց ծառայության բնույթից։ Մի մասը արձակուրդ ծառայություն ավելի բարդ արձակուրդ գնում են 10 օրով, մյուսները 7 օրով։ Գործող օրենսդրությամբ շարքային կազմը 10 օրով է արձակուրդ գնում, սերժանտական կազմը 15 օրով 24 ամսվա ընթացքում։ Առաջարկով մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 24 ամսվա մեջ կունենան 30 օր արձակուրդ, իսկ ոչ մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողները 21 օր։ Այլ այն մյուս հնարավորությունները մենք մաքսիմալ բարդացնելու ենք։ Այսինքն հիմնավորվածությունը հիմա որոշումների կայացումը այդ մասնավոր դեպքերում արձակուրդների արդեն հնարավորինս տանելու ենք դեպի գլխավոր շտաբ, որպեսզի անհրաժեշտությունը հիմնավորվի։ Որոշման նախագծի քննարկումն ազգային ժողովում համարվեց անհետաձգելի։ Օրենսդրական նոր փոփոխությամբ կառավարությունն առաջարկում է 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպաների համար սահմանել բնակարանի ձեռքբերման իրավունք միջինը 35 միլիոն դրամ հաշվարկով։ Մայա Խաչատրյան, լուրեր։